չենք հասկանում, թե Աստված ինչ է ասում մեզ շատ դեպքերում։ Զգում ենք ինչ-որ բան ա ուզում, բայց չենք հասկանում։ Այն որ պատկերացրեք երեխեն ծնվել է, արդեն ասենք մոտարապես մի տարեկան է դառել, որ նոր սկսում է հասկանալ ծնողի բառերը, էլի։ Ասենք հիշում եմ Էսթերին, այն որ նոր սկսել էր քայլեր, ասեմ Էսթեր ջան գնա այն բանը բեր, ասենք օրինակ համար այն հացիկը բեր։ Իմանում էր, որ ինչ որ բան էի ասում, բայց գնում էր չստերն էր վեկալում բերում, տապշկեքն էր բերում։ Ասում էր չէ, հացը, հետո ես ասում հա վեկալում բերում էր։ Այդտենց քիչ-քիչ այն որ երեխեքը ամեն մի ընտանիքի մեջ մեծանում են, այդտենց քիչ-քիչ սկսում են հասկանալ ծնողը ինչ է ասում, չէ՞, կամաց իրանց ականջը սովորում, բայց ինչ որ մի հատ տարիք կա, որ հələ իրանք չեն հասկանում։ Այդպես էլ մենք մեր երկնային հոր նկատմամբ ինքը շատ բաներ է մեզ ասում, ուզում է բաներ ասի, հասկացնի, առաջնորդի, բայց շատ դեպքերում մենք չենք հասկանում։ Եվ ինչպես հասկանանք Տիրոջը, ինչպես հասկանանք ինչ է ինքը ասում մեզ, մենք պետք է կարդանք իր խոսքը, որտեղ Աստված խոսում է մեզ հետ Աստվածաշնչի միջոցով, առաջինը։ Եվ որ այդ խոսքը մենք դնում ենք մեր սրտի մեջ, այդ ժամանակ մեզ շատ հեշտ է ընկալել, երբ որ մեզ գալիս է Աստծուց խոսքը, Աստծուց միտքը Սուրբ Հոգուց գալիս է այդ կամ ներսի վկայությունը, մենք շատ շուտ ընկալում ենք եւ հասկանում ենք, ասում ենք, հա, հիմա հասկացա Տերը ինչ է ասում։ Առանց Աստծո խոսքը կարդալու, առանց Աստծո խոսքը ճանաչելու մարդիկ չեն կարող առաջնորդվել Աստծով։ Անկամ եթե մարդիկ Սուրբ Հոգի ունեն, մարդը կարող է Սուրբ Հոգի ունենա, բայց միևնույնն է չհասկանա, թե Սուրբ Հոգին ինչ է ասում, որտեղ Սուրբ Հոգին խոսում է մեզ հետ աստվածաշնչյան լեզվով, աստվածաշնչյան բիբլիկալ լեզվով է խոսում Սուրբ Հոգին մեր հետ, ու դրա համար ցանկացած ձայն, Աստծո խոսքը ասում է, այս աշխարհի մեջ շատ ձայներ կա, ամեն մի ձայնը իր նշանակություն ունի, բայց ամեն մի ձայնի չի, որ ուշադրություն ենք դարձնում։ Եվ որպեսզի հասկանանք Աստծո ձայնը, մենք պետք է իմանանք իր խոսքը։ Սուրբ Հոգին մեզ խոսալու համար օգտագործում է Աստվածաշունչը։ Եվ Հիսուսը ինքն էլ ասեց, երբ որ Սուրբ Հոգին կգա, նա կհիշեցնի այն ամենը, ինչ որ ձեզ ասեցի։ Սուրբ Հոգին միշտ հիշեցնում է Հիսուսի ասածները։ Իսկ Հիսուսի ասածները մենք տեսնում ենք ավետարաններում, 4 ավետարաններում։ Ուրեմն Սուրբ Հոգին մեզ միշտ տանում է, հիշեցնում է եւ առաջնորդում է այն, ինչ որ Հիսուսն է ասել։ Եթե մի բան մենք ասում ենք հայտնություն ունենք, revelation ունենք Աստծուց, բայց չի համապատասխանում գրված խոսքին, մենք դա չենք ընդունում։ Դու ասում ես Աստծուն սահմաններ մի դի։ Աստված ինքն այդ սահմանները դրել։ Աստված ինքն այդ բորդերը դրել։ Ինքն է դրել սահմանները։ Եթե սահմանները չդներ, ուրեմն կարար սատանան է օգտվել, ուրեմն մի հատ սահման էր պետք որ դնի։ Թեև ինքը անսահման է, ինքը կարա շատ բազմատեսակ ճանապարհներ օգտագործի մարդուն խոսալու համար։ Շատ, ինքը անսահման է։ Մենք ենք սահմանափակ, մեր միտքն է սահմանափակ, մեր ժամանակն է սահմանափակ։ Մենք աշխարհում ենք գտնում բացի Աստծուց եւ մեզանից գոյություն ունի սատանա, որ ինքը կարա գա խափի մարդուն շեղի։ Եվ որպեսի մենք տարբերենք, որն է Աստծուց, որն է չարից, Աստված սահման է դրել։ Հա? Ինչպես անցած իմ քարոզներից մեկում ես էլ ասեցի, որ մենք գիտենք անգամ տրանսպորտների, ճանապարհատրանսպորտային կանոնների մեջ կան սահմաններ, գծեր, կարմիր գծեր, չէ, աջ ու ձախ կողմը, եւ դա օգնում է, որպեսզի կարգ ու կանոն լինի, եւ վթարներ, ակսիդանտներ չլինեն։ Եվ Աստված մեր համար ինքը անսահման է, բայց մեզ համար սահմանափակվել է Աստվածաշնչով։ Ինքը մեզ համար սահմանափակվել է, որպեսզի մենք ճիշտ ուղու վրա լինենք Աստվածաշնչով։ Ցանկացած բան, որ դու լսում ես, ուսմունք լինի YouTube-ով, լինի այն պրորոկ, մարգարե լինի, պրոֆետ լինի, ով ուզում է լինի, եթե դա չի համապատասխանում գրված խոսքին, ինչքան էլ ուզում է գեղեցիկ հնչի, սիրուն հնչի, հզոր հնչի, մի ընդունի, դա չարից է։
Մարդիկ կան ասում են, այդ տեսակ մարգարեներ, պրոֆետներ կան ասում են, ոնց Աստված շատ ավելի մեծ է, քան Աստվածաշունչը, քան այն ինչ որ գրած է, ինքը շատ ավելին գիտի, շատ ավելին ասում ենք, հա, բայց մենք միտեղ ենք ապրում, որտեղ չար եկա ու պետք է սահման լիներ, որ հասկանայինք։ Հիսուսը ինքը, ես հիմա ապացուցեմ, Հիսուսը ինքը իրեն դրեց սահմանների մեջ։ Գիտեք, որ սահմանների մեջ Աստվածաշնչի սահմանների մեջ։ Ու սատանան այդ այնքան լավ գիտեր, որ Հիսուսը խոսքից չի անցնի։ Ու եկավ ասեց Հիսուս, գրված է, ինչի էր սատանան Հիսուսին փորձում գրվածքով։ Որտեվ գիտեր Հիսուսը գրվածից դուրս բան չի ընդունելու ու չի անելու, հասկանում եք։ Այս սա է մեր պաշտպանությունը։ Ոչ թե ամեն օր քնեցի մի հատ երաստեսա, հելա ասեցի Աստված սենց ասեց։ Ոնց, պետք է ստուգենք։ Պետք է հասկանանք, ինչքան էլ ուզում է լուսավոր հրեշտակ գա։ Պողոս առաքյալը ասում է, սատանան էլ կարող է լուսավոր հրեշտակի կերպարանք առնի եւ գա մոլորեցնի։ Կարա, ինքը այդ ընդունակություն ունի ու շատերին ասում, մեկը էլի տենում են այդ լուսավոր հրեշտակին, որ թարս բաները խոսում Աստվածաշնչի դեմ ընդունում են, ու հասկանում ես, որ այս մարդը ուզում է ընդունի։ Գիտեք, ընդհանրապես սենց թեզ կա աշխարհում։ Շատ անգամ խափնվում են նրանք, ովքեր ուզում են լինել խափնված։ Շատ մարդիկ խափնված են, որտեղ իրանք ուզում են լինել, մարդու զգուշացնում ես, ասում ես սխալ ուղիով է։ Նա մի բան կարծես, որ Աստվածաշնչին չի բռնում։ Մեկը չի ընդունում, ուզում է, այդ իրան դուր է գալիս, այդ ձայները, չգիտեմ, այդ սուպեր հոգևոր բաները, մարգարեներ կան անգամ, որ վերցրել են սենց Աստվածաշունչ ասել են, մարգարեները նեղե որ ասել են, ես արդեն սրա կարիքը չունեմ, որտեղ ես ինչ որ կա ստեղ բոլորը սովորել եմ, ես արդեն շատ ավելի հեռու եմ գնացել սրանից։ Ու իսկականից իրանք էլ իրանց բերանով ասում են, որ հեռու են գնացել սրանից պետք չի հեռու գնալ։ Այդ ինչքան ես հեռու գնացել, որ Հիսուսից էլ ավելի ուժեղ ես աճել, ու Հիսուսը խոսքի սահմաններից չէր դուրս գալ, ես դու ասում ես, ես սրանից ավելի հեռու եմ գնացել, շատ ավելի, Աստված շատ ավելի մեծ, Աստված է մեծ, բայց մենք ենք փոքր եւ գտնվում ենք սատանայի տերիտորիայում։ Եթե չլինի սահման, չենք իմանա Աստված է խոսում թե սատանան։ Ու ցավալ են գիտեք, որ սատանան դրա մասին շատ ավելի լավ գիտի, քան շատ հավատացյալներ։ Սատանան դրա մասին շատ ավելի լավ գիտի։ Ինքն էլ խոսքը գիտի, որտեվ ինքը երկնքում է եղել, հրեշտակապետ է եղել Արուսյակ։ Ու երբ որ ինքը ընկավ, բայց այդ գիտելիքը ինքը ունի, ինքը շատ լավ գիտի, որտեվ խոսքով էր մոտիկանում Հիսուսին փորձում։ Ասում էր գրված է, ինչի չէր ասում հայրերը ասել են, որովհետև Հիսուսը չէր հավատում հրեական այն ավանդույթին, որ Աստծո խոսքը բանավոր ձևով է փոխանցվել, որտեվ հրեաների մեջ կա երկու տեսակի, չէ, Աստծո խոսքի փոխանցում, մեկը կա գրավոր փոխանցում, մեկը կա բանավոր փոխանցում։ Եվ մի հատ ուրիշ բան են գրել։ Բացի Աստվածաշնչից մեկնաբանություն են գրել։ Տալմուդա կարծեմ կոչվում։ Մեկնաբանություն են գրել։ Եթե Հիսուսը հավատար Աստվածաշնչյան բանավոր փոխանցման, գիտեք, ասեմ ձեզի, լսել եք մի հատ որ խաղ են խաղում, փչացած հեռախոս։ 10 հոգի կանգնում են, մեկը մի բան ասում ականջին, հետո ամեն մեկը պետք է նույն բանը կրկնեն։ Բայց հետաքրքիր է շատ դեպքերում մեծամասամբ միջև խոսքը գնում է հասնում է վերջինին, բառը փոխված է լինում կամ ուրիշ տեսակ բաները ավելացնում կամ պակասացնում։ Դե պատկերացրու հազարամյակներով բանավոր փոխանցված խոսքը գա հաստի ինչ կդառնա։ Լրիվ սատանայի սուտը։ Դրա համար Աստված ինչ որ ասում էր Մովսեսին ասում էր գրի, ինչ որ ասում էր մարգարեներին, պրոֆետներին ասում էր գրի։ Ու Հիսուսը հավատում էր գրվածներին, ու Հիսուսը գիտես ինչ, երբ որ հարություն առավ, ինչ ասեց իր առաքյալներին, ասեց այն ինչ որ գրված այրի մասին Մովսեսի գրքում, մարգարեներում, սաղմոսներում հետամիջտես գրվածքը Հիսուսը մեջ բերեց։ Հիսուսը շատ ուժեղ հավատում էր գրվածքին եւ սահմանափակված էր երկրի վրա գրվածքով։
Սա ձեզ ասում եմ, սա Սուրբ Հոգին է ձեզ ասում, ասեմ ձեզ։ Սուրբ Հոգին է սա ասում ձեզ։ Որպեսզի մենք պաշտպանված լինենք այս վերջի օրերում մոլորություններից։ Եթե անգամ ձեր մեջ կան մարդիկ, ովքեր ու Աստծո խոսքը լավ չգիտեն, խնդիր չկա, ժամանակ է պետք որ դու սովորես, բայց եթե այդ ընթացքում դու գտնում ես եկեղեցում, որտեղ խոսքն են սովորացնում, որտեղ կա հովիվ, այլ ծառայողներ գոյություն ունեն կան, դու կարող ես նրանց կողքը լինել, սովորել, ապահով լինել։ Այնտեղ որտեղ հավատում են, որ Աստվածաշունչն է այսօր խոսքը ու դրանից դուրս ճշմարտություն չկա։ Սա շատ կարևոր է, սա մեզ պաշտպանում է։ Ամեն մարդ իր տունը ունի 4 կողմը պատեր ունի, դուռ, լուսամոտ ունի։ Դու ունես դուռ, դու դուռը բացում ես, դու դա դրած է, ինչի՞ է դուռ դրած։ Ինչի՞ է զամոկ դրած, լակ դրած։ Ինչի՞։ Որ ով որ ուզի չկարողանա մտնի այնտեղ։ Սահմանափակա, չէ՞։ Դու կարաս բոլորի տունը գնաս մտնես։ Փակած է, 4 պատ է։ Դա նշում է սահման, դա ինչի համար դու պաշտպանված ես։ Երկնքում այդ դրա կարիքը չի լինելու, ստեղ աշխարհում կան գողեր։ Եվ ամենամեծ գողը սատանան է։ Նույնն էլ հոգևոր կյանքում, նույնն էլ հոգևոր առումով։ Ու Հիսուսը ամենամեծ օրինակն էր մեզ, որ ինքը հավատում էր Մովսեսի գրվածքին, Սաղմոսներին, Սաղմոսը նկատի ունի հենց բանաստեղծական գրքեր, դե Սաղմոսները, առակները, Հոբի գիրքը, Ժողովողը, երկրոցը, դրանք բանաստեղծական գրքերն են եւ մարգարեները։ Բոլորը գրված Աստված, բոլորը ինչ որ ուզեցել է, փոխանցի դա գրավոր։ Ոչ մի բան Աստված բանավոր չի փոխանցել, չհավատակ, որովհետեւ այսօր կան գրվածքներ, որ չեն բռնում Աստվածաշնչի հետ, եւ այդ տեսակ ռաբիներ կան ասած, ուսուցիչներ կան։ Ասում են սրանք բանավոր է փոխանցվել, սրանք էլ են ճիշտ, ոչ։ Դրանք ճիշտ չեն։ Լիքը գրքեր են հիմա մեջ բերում եւ մոլորություններ են առաջ տանում։ Աստված չի հավատում դրան, չի ընդունում դա։ Եվ Հիսուսը ինքն էլ ապացուցեց, որ ինքը սահմանափակել է իրան խոսքի մեջ։ Եվ սատանան այնքան լավ գիտեր, որ անգամ չփորձեց սատանան ընես մի հատ բանով փորձի Հիսուսին, որ խոսքից դուրս է։ Սա ապացույց է, թե ապացույց չի։ Ամենամեծ ապացույցն է։ Եվ նաև որ Հիսուսը հարություն առավ եւ ասում է բոլորը ասեց այն ինչ որ գրված է իր մասին, նաև իր երկրավոր կյանքի ծառայության ընթացքում Հիսուսը անընդհատ մեջբերումներ էր անում որտեղից Աստվածաշնչից։ 5 կտակարանից, այն որ իր մասին գրված էր։ Մենք ավելի լավը ուժեղ ու հոգևոր չենք, ու մենք պետքա դնենք մեզ Աստծո խոսքի սահմանների մեջ։ Ամեն։ Սա ավելի շատ հիմա ես խոսում եմ դոկտրինայի մասին, ուսմունքների մասին, որտեղ դոկտրինաները հիմա դուրս գալու ուսմունքներ, որ շեղվում են, որովհետև Աստծո խոսքը ասում է վերջի ժամանակներում շատ սուտ մարգարեներ կգան, շատ մոլորեցնողներ կգան։ Տես օրինակի համար մարդիկ, ովքեր մեր եկեղեցի գալիս են ու Աստծո խոսքը կարդում են, գիտեն ու չեն հավատում, որ խոսքից դուրս էլի ուսմունք կա, ճիշտ։ Ինձ ուրախացրեց այն բանը, որ անցած տարի մեր եկեղեցու անդամներից, երբ որ լսեցին մի սուտ մարգարեի հայտնությունը, որ ով ասել էր սեպտեմբերի 24-ին, կարծեմ 23-ին 24-ին Հիսուսը գալու է, իր եկեղեցին վերցնելու է։ Մեր եկեղեցու մի տարվա հավատացյալը կարծեմ Սառաներ, էլի կային մարդիկ, մի տարվա հավատացյալ էին, խոսքը պարզ գիտեին ու գիտեին դա ճիշտ ասում են, այդպես բան չկա, որովհետև Հիսուսը ասեց ոչ մեկ չգիտի իմ գալու օրը, ժամը եւ օրը։ Ընդհանուր ժամանակները, այո, ընդհանուր, մոտարապես գիտենք, բայց օրը ժամը։ Բայց այդ 30 տարվա պրոֆետը հել ասում է ես տեսիլք տեսա, Հիսուսը եկավ, ասեց գալու եմ եւ այլ եւ այլ։ Ու չեղավ, սուտ։ Հետո մի հատ ուրիշ բան սկսեց հորինել, թե ինչի Հիսուսը չեկավ, օրը փոխեց Հիսուսը, հասկանում ենք, չէ՞։ Այստեղ ուրեմն կապ չունի։ Քանի տարի մարդ գտնվում եկեղեցում, ընդհանրապես կապ չունի։ Մարդ կարող է նորեկած լինի, բայց ավելի զգոն լինի, ավելի խոսքի մեջ լինի, քան երկար տարիները, շատ անգամ երկար տարիները ոչ թե
ծառայում են ի օգուտ, այլ ի վնաս։ Երբեմն այդ երկար տարիներ ավելի քնացնում են, թույլատնում են զգոնությունը, ինքնավստահ է դառնում, այս սկսում Աստվածաշնչին չնայ ուրիշ գրքեր ամանգալի, որ գտել են յանիմ, դրանք էլ են ճիշտ շեղվում են։ Ես տեսել եմ, ես ու Ֆլորան տեսել ենք այս վերջի տարվա մեջ ինչպիսի sense ուժեղ անունով ծառայողներ, թիչերներ են եղել, որ այսօր կան, քարոզում են սաղ աշխարհը իրաց լսում են, ես էլ էի լսում ու մենք տեսանք, որ սկսեցին այդ մարդիկ շեղվել, շեղված բաներ խոսալ։ Դրա համար կապ չունի ով Հիսուսը Կենեթ Հեյգինին ասել էր կապ չունի ով է քարոզում, կապ չունի ինչ հայտնի քարոզիչ է, պրոֆետ է, ուսուցիչ է, կապ չունի, եթե խոսքից թեքվում է, մի ընդունեք, մի ասեք այսի հայտնի է, մի ասեք Աստված իր միջոցով անենց հզոր բաներ արել։ Ու Կենեթ Հեյգինի այդ մարգարեական խոսքը Տիրոջից ստացած ասում է կապ չունի, մի նայ ով է, ու այդ ինձ օգնեց, որովհետև շատ անգամ մենք նայում ենք ասում ենք Աստծո օծված մարդ է։ Իր միջոցով բժշկություններ ա եղել, հրաշքներ ա եղել, փառք Տիրոջը։ Ու նայում ես ասում ես դե լավ, դե որ ինքն է ասում ուրեմն ընդունում, չէ։ Եթե ես էլ մի բան սկսեմ սովորացնել, ինչ որ խոսքի հետ չի համապատասխանում, մի ընդունեք։ Բոլորդ ունեք Աստծո խոսքը։ Ամեն։ Փառք Տիրոջը, մենք սա պետք է հասկանանք շատ լավ, որ մենք սահմանափակված ենք մեր դոկտրինան, հա, մեր դոկտրինան ուսուցումը սահմանափակված է խոսքի մեջ։ Ամեն, հավատում ենք, դա մեր պաշտպանությունն է։ Այդ ժամանակ միայն հնարավոր է տարբերենք ով է խոսում, Աստված թե Սատանան։ Միայն եթե չկա սահման, հասկանում եք, եթե չկա դրված սահման, գիծ։ Մարդը ձեն է լսում, ասում է լսեցի, Աստված ինձ ասեց չոք հելի այս տարի գլուխը 100 հատ մոմ վառի, որ մեղքերը թողվի։ Ասում եմ շատ բարձ լսեցի, շատ ձենով էր, շատ սպիտակ մորուքով, սպիտակ շորով մի հատ պապի էր։ Չգիտես ինչի սահերազներում այդ պապին է գալի։ Կապ չունի, ով ուզում է հիմա ստե մի հատ լուսավոր հրեշտակ կանգնի, սենց թևերը մեծ։ Սաղաստենանք, ու ինքան ես բան ասի, որ գրված չի։ Ու գրվածին էլ հակառակը, գիտես ինչ կասենք։ Կասենք Սատանա Հիսուսյանով կորից տեղից ու կկորի։ Դա Աստվածը չի։ Պետք է ռիսկով լինենք։ Գիտես ինձ ինչը ուրախացրեց, երբ որ Կենեթ Հեյգինը գրում է, որ 8 անգամ Հիսուսին տեսել է, այսինքն ոնց ենք մենք իրար տենում, այդտենց 8 անգամ տեսել է ու Հիսուսը խոսացել է իր այդ։ Շատ է այդ դեպքը, որ ինքը Հիսուսին այդ տեսիլքով տեսել է։ Ու հետո այն ժամանակ, ասենք 1900-ականների սկզբներին ուսմունքը այդքան խորը չի եղել։ Աստվածաշնչյան այդ teaching-ները այդքան խորը չի եղել։ Հələ հայտնություններ շատ բաներ բացված չի եղել։ Հավատացյալի իշխանության մասին, Սուրբ Հոգու մկրտության, պարգևների բժշկության մասին, ու երբ որ Հիսուսը սկսել է Կենեթ Հեյգինին Աստծո խոսքը բացել, Կենեթ Հեյգինը գիտես ինչ է ասել։ Իր շատ գրքերի մեջ ինքը գրում է։ Հիսուսին տենում է ու խոսում է, ասում է գիտես ինչ, ասում է Հիսուս, եթե դու հիմա Աստվածաշնչից ինձ 2-3 համար ցույց չտաս, ես չեմ ընդունի քեզ։ Չեմ ընդունի, որ այս տեսիլքը Աստծուց է։ Ինձ զուր է գալ, որ այնտեղ ասում է Հիսուսը ժպտաց, ասես 4 տեղը ցույց կտամ։ Չի ջղայնացել, չի կատարել հարցակվի վրան։ Մարդիկ կան ջղայնանում են, չէ, որ իրանք մի բան են խոսում, հասկանում ես ինչ եմ ասում։ Առանց ուսումնասիրելու մարդիկ պետք է ընդունեն, ոչ։ Ու շատ դեպքերում, քանի դեպք է տեսակ եղել է, որ Կենեթ Հեյգինը ասել է Աստվածաշնչից մեջ բերում դուր։ Տես Տերը չի նեղանում։ Տիրոջ դուրը գայսա, որ ստուգում ենք։ Հովանեսն այլ է գրում թղթերի մեջ, ասում է, եղբայրներ ամեն հոգու մի հավատացեք, այլ հոգիները փորձեցեք արդյոք Աստվածանից են։ Փորձեք հոգիները արդյոք Աստծուց են։ Ու շատ հոգիներ կան, դիվական հոգիներ կան, որ իրանք կարող են ներկայանալ որպես Աստծո հոգի։
Պարզ ձեներ կարող է լսի մարդը, անգամ պարզ ձեներ կարող է լսի, իր մեջ, իր գլխի մեջ, երազի մեջ, բարձրաձայն։ Զգուշ պետք է լինենք, վերջի ժամանակներում ենք ապրում եւ Աստծո խոսքը ասում է, վերջի ժամանակներում շատ մոլորեսնողներ կգան եւ կփորձեն շատերին մոլորեսնեն։ Ու ասում է, եթե հնարավոր լինի, անգամ ընտրվածներին մոլորեսնեն, ընտրվածներին, ուրեմն ընտրվածներին ինչի ասում։ Սա նշանակում է ոչ մեկ իր վրա շատ վստահ պետք է չլինի։ Որտեվ խոսքը ասում է, ով որ իր վրա վստահ է, թող զգուշ լինի, որ վայր չընկնի։ Հիսուսը դա ասեց, որպեսզի փրկվածներն էլ, ընտրվածներն էլ իրանք իրանց եսի վրա, չապավինեն, չվստահեն, հույս չունենան։ Ու նորից վերադառնամ այն ամենասկզբից ինչ որ ասում էի։ Որտեվ զգացի հիմա էլ զգում եմ Աստված ուզում է մեզ առաջնորդի շատերի այստեղ ուզում առաջնորդի խոսա, միգուցե ասում ես Տեր խոսա, շատ եմ ուզում լսեմ, քեզ լսում, ու Տերը խոսում է, բայց դու չես հասկանում, ոնց որ այն փոքր երեխան է, որ նոր սկսում է քայլել, նոր ուզում է հասկանա ծնողի ինչ է ասում։ Չէ՞։ Տերը ուզում է, որ խոսա մեզ առաջնորդի, բայց պետք է կարդանք համար առաջինը Աստծո խոսքը։ Առաջինը իհարկե նոր կտակարանը, եթե դու հին կտակարանն ես, Old Testament-ն ես ավելի շատ կարդում, էլի դու կարգին չես կարող լսես ասում։ Ես բերեմ իմ օրինակից։ Իմ հավատքի սկզբնական ժամանակում ես շատ էի կենտրոնացել հին կտակարանյան որոշ տեղերի վրա։ Ու երբ որ մեկին քարոզում էի, ինքը չէր ընդունում, ասենք, կամ հակառակվում էր, ես գիտես ինչ էի ասում իրան, քան որ դու չընդունեցիր։ Կարող է իրան ասեի, կարող է հետևից ասեի, կարող է աղոթքով ասեի, դատաստաններ է գալու վրեդ։ Մեկ է մի հատ տեղ էի բացում, 5 կտակարից մի հատ տեղ էր բացվում, ասում էի խոստաց, ահա Աստված ասում է կկործանի, նրա տունը աղբանոց կսարքի եւ այլ, լիքս էս տեղեր կա, չէ՞ Աստվածաշնչում, չէ՞, 5 կտակարան էի քարոզում, ու էդի Աստծո ձենը չէր։ Մեծ տարբերություն կա հին եւ նոր կտակարանի միջեւ։ Հին կտակարանում դատաստանները գալիս էին անմիջապես։ Եվ որ մարդը խախտում էր Աստծո խոսքը, չէր կատարում Աստծո խոսքը։ Որտեւ զոհը չէր եղել խաչի վրա, քավությունը չէր եղել։ Եվ գայս էր դատաստանը, Աստված շատ խիստ էր նայում այդ խոսքի խախտումը, երբ որ մեկը խախտում էր։ Բայց նոր կտակարանում գրածա, որ եւ որ Քրիստոսը եկավ, բերեց շնորհքը, գրեյսը։ Ասում եմ Մովսեսի միջոցով տրվեց օրենքը, Քրիստոսով տրվեց շնորհքը։ Մարդիկ ասում են նույնն է հին ու նոր կտակարանը, ես պետք է հավասար պահենք։ Ես ընդունում եմ ծննդոցից, Genesis-ից մինչև Հայդություն, Revelation, որ բոլորը Աստծո խոսքն է 100%-անոց։ Բայց տարբերությունը այն է, որ շատ բաներ հին կտակարանում սիմվոլիկ է եղել։ Շատ բաներ սիմվոլիկ է եղել։ Խորհուրդով է եղել, փոխաբերական իմաստով է եղել։ Դրա համար էլ նոր կտակարանը Հովանեսի ավետարան ասում է Մովսեսով տրվեց օրենքը, իսկ Հիսուս Քրիստոսով բերվեց շնորհքը։ Այսքան չի գալի դատաստանը անմիջապես, մարդկանց շատ ավելի շանս է տրվում։ Հին կտակարանում օրինակ եթե բռնացնեին մեկին շնության մեջ, ըստ Մովսեսի օրենքի ինչ պետք է անեին, քարկոծեին, սպանեին։ Իսկ նոր կտակարանում Հիսուսը որ եկավ, ինչի են կնոջը չքարկոծեց, որտեղ փարիսեցիները եկան, փարիսեցիները մի կին էին բռնել շնության մեջ, չէ, որ ասեցին Մովսեսի օրենքով պետք է քարկոծվի։ Փորձում էին Հիսուսին։ Չնայած Աստծո խոսքի երկու հոգուներ պետք է բերեն, եթե շնության մեջ բռնեն, բայց մեկ ուրա։ Այն մեկն է իրանց ընկերներից մեկն է եղել։ Որտեւ իրանք էին կազմակերպել բռնացրել ու բերել, հա? Ու փորձում էին Հիսուսին, բայց Հիսուսը չմանրացավ շատ։ Հիսուսը ասեց, ով է ձեզանից առանց մեղքի, Հիսուսը նես բառ օգտագործեց եբրայական, առանց մեղքի գիտես ով է, մենակ Աստված։ Ասեց, ով է ձեր մեջ առանց մեղքի, թող առաջինը ինքը քարկցի։ Եվ ասում է, սա հանդիմանվեցին Սուրբ Հոգուց, քարերկցեցին, գնացին։ Այդտեղ մենակ Հիսուսը իրավունք ուներ քարով խփելու, ինքն էր անմեղը։ Եվ հետո Հիսուսը այդ կնոջ ասեց, կին,
Ուր են քո մեղադրողները, ասես չկան, ասես ես էլ չեմ մեղադրում։ Բայց չասես գնա այլի շարունակի մեղ գործի։ Ասես ես էլ չեմ մեղադրում, բայց գնա այլևս մեղ մի գործի։ Սա է նոր կտակարանը։ Մարդիկ ասում են, չէ, մարդիկ եթե շնորհք ընդունում են ազատություն են տալի մարմնին մեղքին, հա կան այտենց քարոզիչներ այսօր, որ խոսում են շնորհքի տակ ենք եւ իրանց մարմնական ցանկություններին ազատություն են տալիս, սա false teaching է, սա false doctrine է, սա նոր կտակարանի շնորհքի հետ գործ չունի։ Շնորհքը ոչ թե քեզ թույլ է տալի, ինձ թույլ է տալի, որ մտնենք մեղքի մեջից խրվենք ինչքան ուզում ենք, այլ ոչ, շնորհքը մեզ թազա շանս է տալիս։ Հնարավորություն է տալի, opportunity է մեզի տալիս։ Շարունակելու մեր ընթացքը։ Եթե 5 տական պետք է քարկոսային մենք շարունակում ենք ստեղ։ Դա է շնորհքը։ Մյուս նաև շնորհքը նաև չարժանացած, հիշում եք, բարեհաճություն։ Մյուս բառն էլ նշանակում է զորություն եւ կարողություն, այդ մասին մենք խոսացել ենք շատ։ Եվ մեկ ուրիշ դեպք մենք տեսնում ենք 5 տակարանում Եղիա մարգարեի պատմությունը։ Եղիա մարգարե կար, հիշում եք, որ Տերը զորավոր օգտագործում էր նրան։ Բայց Աքաբից մարդիկ եկան նրա մոտ, Աքաբը դա չար թագավորն էր, որ իրան տանեին 50 հոգի մարդ եկան եւ վերևից կրակ եկավ, Եղիան աղոթք արեց, խոսաց եւ վերևից կրակ եկավ, այդ 50 հոգուն սպառեց, վերացրեց։ Հետո թագավորը հաջորդ 50-ին ուղարկեց։ Եկան ասեցին, ով Աստծո մարդ։ Եղիան ինչ ասեց, ասեց, եթե ես Աստծո մարդ եմ, ուրեմն հենց հիմա երկնքից կրակը կգա իմ ասելով եւ ձեզ կայրի։ Կրակը գասա այլ արյունը։ Ինչի ասեց։ Իրանք լավ բան ասեցին, չէ՞, ով Աստծո մարդ։ Բայց իրանք կեղծավորությամբ էին դա անում։ Ու Եղիան կարծես sense էր ասում, դուք ասում եք Աստծո մարդ, դուք էլ չեք հավատում, բայց եթե ես Աստծո մարդ եմ իսկականից, ուրեմն այդ կրակը թողա հիմա ձեզ վառի։ Հետո երրորդ խումբն է գալի։ Նույնը կարծեմ երրորդ խմբի հետ է կատարվում։ Ասեն ասում ով Աստծո մարդ, թագավորը քեզ կանչում, ասում են դուք ինձ ասում եք Աստծո մարդ, դուք ինձ ասում եք Աստծո մարդ, բայց դուք էլ չեք հավատում, բայց եթե ես իրոք Աստծո մարդ եմ, հիմա կրակը թողա ձեզ այրի։ Ես հիմա ես եմ սես մեկնաբանություն ասում, բայց իրականում դե կարճ էր տեղի ունենում, ասում էր եթե ես Աստծո մարդ եմ, թող կրակը գա երկնքից ու այրում։ Եվ 4-րդ 50 հոգին եկան, կարծեմ թե 3-րդ, այս թիվը մի քիչ շփոթում եմ։ Եվ արդեն աղաչելով էին խոսում Եղիայի հետ, վախենալով, որտեղ հեռվից տեսել էին։ Նոր Եղիան չբանարեց։ Տեսեք 5 կտակարանում Աստծո մարդիկ ոնց էին գործում։ Հետո հետագայում Եղիսեն Եղիային հաջորդող մարգարեն, որ Եղիայից հետո եկավ։ Երեխեք դուսեք բանը մի գյուղով գնում էր Եղիսեն եւ լիքը ասում է տղաներ հելան հետևից գոռում են քաչալ երևի քաչալ էր որ գլուխը մաս չկար Եղիսեի։ Եվ գիտեք ինչ արեց Եղիսեն։ Ասում է անիծեց եւ անտառից 2 հատ արջ դուրս եկան 40 երեխու հոշոտեցին, պատառեցին 40 երեխա կան, ուրեմն մեծ գյուղ էր որ երեխեք ընկած, ծաղրում էին, ծիծաղում էին Եղիսեի վրա եւ Եղիսեն անիծեց եւ այդպես եղավ։ Ըստ հին կտակարանի Եղիսեն մեղ չգործեց, Եղիան էլ մեղ չգործեց, որտեւ Աստված էր օգտագործում իրանց այդ ձևով։ Բայց երբ որ նոր կտակարանում Հիսուսը եւ իր աշակերտները Հովանեսը, Հակոբոսը իրար եղբայրներ էին, իրան կոչում են սիրո առաքյալներ։ Հակոբոսը եւ Հովանեսը կոչում են սիրո առաքյալներ, ու սիրո մասին շատ են գրում։ Ու այս սիրո առաքյալները երբ որ Հիսուսի հետ գնացին, մի հատ գյուղ մտան, ու այդ գյուղում Սամարացի մի Սամարիայի մի գյուղ, երբ որ Հիսուսին չընդունեցին, Հովանեսի Հակոբոսի հետ սերը չգիտես ուր կորավ, ու ասեցին Տեր, հիշում ես ինչպես Եղիան աղոթք արեց եւ վերևից կրակ եկավ երկնքից եւ սպառեց, աղոթք արա որ երկնքից կրակ գա այս գյուղը այրի, այս մարդկանց այրի։ Հիսուսը ասում է սաստեց, ռեբյուկ արեց, ասեց դուք էլ չգիտեք ինչ հոգու տեր եք, դուք էլ չեք հասկանում ինչ եք ասում, ես չեմ եկել կործանելու, ես եկել եմ որ փրկեմ։
Հա նոր կտակարանը։ Դեռ խաչի վրա չէր, դեռ քավություն չեղեր, բայց Հիսուս սկսել էր նոր կտակարանի ուսմունքը մատուցանել։ 5 կտակարանում գրված էր աչքի տեղ աչք, ատամի տեղ ատամ, ձեռքի տեղ ձեռք, ոտքի տեղ ոտք։ Ով ինչ վնաստան նույնը իրան էր տամ, դա գրել էր Մովսեսը, դա գրված էր, բայց Հիսուս ասեց, բայց ես ասում եմ ձեզ, հա, սիրեք ձեր թշնամիներին, ներեցեք, տեսեք, սկսեց փոխել, որտեվ հին Եղբայրում սա սիմվոլիկ էր։ Լիքը բաներ կա այնտեղ, որ Հիսուսը ասում է 5 կտակարանից ասվել է, բայց ինքը ասում է, բայց հիմա սենց պետք է լինի, որտեղ բերեց շնորհքը, բերեց փրկությունը։ Ուզում ասեմ, երբ որ ես ժամանակին կարդում եմ ավելի շատ 5 կտակարանի բաների վրա, ու եթե չկարդայի նոր կտակարանը, չհասկանայի ինչպիսի ուխտի մեջ եմ, covenant-ի մեջ եմ, կասեի, Տեր, ես աղոթում որ կրակը գա այս մարդկանց վառի։ Սիրով չէի վառվի։ Ինչպես Հովհաննեսը եւ Հակոբոսը, բայց դες նոր ուխտի մեջ ենք, նոր covenant-ի մեջ ենք, new covenant-ի մեջ ենք։ Դրա համար ցանկացած մեր ուսմունքները, մեր teaching-ները մենք պետք է ստուգենք առաջինը նոր կտակարանով։ Առաջինը, որտեղ Աստվածաշունչը ասում է 5 կտակարանը նորի շուքն է, շողքն է։ Գալիք բաներ ինչ որ պետք է լիներ, դրա շողքն է, դա իրականը չի։ Հիմա որ իմ շողքը ընկած աստեղ, այս շողքը ես չեմ։ Սա իմ արտացոլումն է, չէ՞, սա իրականը չի, իրական ես ստեղ եմ։ Նույնն էլ 5 կտակարանը կոչվում է շողք, գալիք բաների շողքը։ Ամեն, սա շատ կարևոր է, որտեղ ես հիմա ձեզ Սուրբ Հոգով, Աստծո խոսքով հաստատում եմ, որ դուք ամուր լինեք ճշմարտության մեջ, այս վերջի օրերում մոլորությունը շատ է, ու կարող է մարդիկ ասեն, հենա գրված Աստվածաշնչում, Մովսեսը ասեց, այս ինչ մարգարեն ասեց, բայց շատ բաներ մենք պետք է նայենք նոր կտակարանի լույսի տակ։ Հիմա ինչ դոլար որ տանում տալիս եմ բանկ չի նշանում, կուրորեն վեկալում դնում են ընդ։ Մեր լույսի տակով է, չէ՞ ասում։ Մեր լույս կա, չէ՞, ուլտրամանուշակագույն, որ լույս կա։ Ձև մի խոսքով ապարատներում են։ Որ դրա տակով պետք է ոչ թե ով ինչ փող տվեց վեկալեցին գցեցին այնտեղ։ Մանավանդ որ մարդիկ շատ կարող է ֆալշիվի փող է, կարող է false փողեր է։ Պետք է լույսը գցեն։ Հիմա ով ինչ բան բերում Աստվածաշնչից սենց է գրասեն դու մի ընդունի, դու նոր կտակարանի, նոր լույսը գցիվեն են ուտես, դա նորի հետ մաչելնում է, թե ուժեղ կոնտրաստ է, տարբերություն է։ Դիր մի կողմ ասա սա հիմա սրա ժամանակ անցավ, սա սրա վաղտը չի, օքեյ։ Սա շատ կարևոր է, որպեսզի հասկանաս Տիրոջ ձենը, որպեսզի կարողանաս Սուրբ Հոգով ճիշտ առաջնորդվել։ Եթե չէ Սուրբ Հոգին չի առաջնորդի քեզ։ Եթե դու հին կտակարանի մտածելակերպով շարժվես, գաղափարախոսությունով շարժվես, դու չես կարա Սուրբ Հոգուն հասնես, որտեղ Հիսուսը քո մեջից կգոռակ ասի, ես չեմ եկել կործանելու։ Դու չգիտես ինչ հոգու տեր ես։ Ես ասում, բայց Մովսես ասեց, մարգարեն ասեց, չգիտեմ, մի մարգարեն անիծեց, այն մեկ աղոթեց կրակ եկավ։ Այնտեղ դու ասեցիր Տեր, քանի որ չընդունեցիք, կործանվելու եք դուք ձեր սերունդը։ Այտենց կմտածեմ ու Սուրբ Հոգուն չեմ ընդունի։ Ոչ թե չեմ ընդունի, միգուցե Սուրբ Հոգին իմ մեջ լինի, բայց Սուրբ Հոգու ձայն առաջնորդությունը խորտ կլինի։ Կասեմ, ես ի՞նչ է, սատանա հեռու գնա։ Կարող է Աստծուն ասեմ, սատանա հեռու գնա։ Հասկանում եք։ Սա շատ կարևոր է, ինչ ուսմունքի վրա է հիմնված մեր կյանքը։ Դուք տեսեք, ես ինչքան շատ համարներ եմ կարդում 5 կտակարանից։ Ինչքան շատ օրինակներ եմ բերում 5 կտակարան, դա օրհնություն է մեր համար։ Եթե ունեն մարդիկ դա օրհնություն է, շատ երկրներ, շատ տեղեր, որտեղ ավետարանը քարոզվում է, իրանք չունեն այդ 5 կտակարանը, ունեն ընդամենը նոր կտակարանը, էլի հերիքա որ փրկվեն։ Տեղեր կա նոր կտակարանն էլ չունեն, New Testament-ն էլ չունեն, այդ չունեն տեղեր կա։ Եվ քարոզում են, մարդիկ ընդունում են, փրկվում են, Սուրբ Հոգին հանդիմանում է մեղքի համար։ Եթե 5 կտակարանում պետք է Մովսեսի օրենքը կարդային, որ մարդը հասկանար ինքը մեղավոր է, այստեղ Հիսուս ասեց Սուրբ Հոգին կգա աշխարհին կհանդիմանի մեղքի համար։ Ով է հանդիմանում աշխարհին։ Սուրբ Հոգին է աշխարհին ռեբուկանում, որ ինքը մեղավոր ազգում։ Շատ դեպքեր է եղել։ Անգամ կախարդները Աֆրիկայի տարիներ առաջ մի գիրք կարդացի Աֆրիկայի մի Զուլու քաղաքի մասին, որտեղ մեծ արտություն է եղել, մեծ revival է եղել։ Ունդեղ Bible, ինչ բան,
Բայց այս մարդիկ աղոթել են Սուրբ Հոգով, շատ զորավոր խնդրել են Տիրոջը, որ Աստված revival անի ու Սուրբ Հոգու շարժը զորավոր եկել է ու հանկարծ սկսել են կախարդներ գալ, այն որ կախարդները անեքսներ են բաց թողում, վհուկներ, կախարդներ, վիճ են ասում։ Դրանք են սկսել գալ ու այս քարոզիչը ասել է ով ա ձեզ ասել, ասում է ես զգացի մի հատ ուժ եկա վրես, որ ես առաջնորդվեմ ստեղ։ Սուրբ Հոգին եկել է հանդիմանել այդ մարդկանց, այդ մարդիկ ոչ 5 կտակարան են ունեցել, ոչ նոր կտակարան են ունեցել, բայց Սուրբ Հոգին է գործել։ Եթե երկրներ կան ունեն, ասենք տանում են միսիոներները բաժանում են նոր կտակարան կամ Աստվածաշունչ, շատ լավ է։ Հասկանում եք, եթե մենք ունենք ամբողջը շատ լավ է, մենք հինը նայելով այդ պատմությունը օրինակներ ենք վերցնում։ Բայց բառացի չենք օգտագործում, դա սիմվոլիկ հասկացաք ինչ եմ ասում։ Դու գիտեք, ինչքան շատ եմ խոսում 5 կտակարանից օրինակներից, դա օրհնություն է, բայց միշտ ավարտում եմ նոր կտակարանի լույսը գցելով վրան ու դրանով ենք մենք հարմարացնում խոսքը։ Այո, հինը պետք է հարմարվի նորին, ոչ թե նորը հինին։ Նորը չպետք է հարմարվի հինին, հինն է հարմարվում նորին, որտեղ Հիսուս ասաց, այն ինչ որ գրված էր իմ մասին, հնից գրված էր սրա մասին, հինն է գրվել նորի մասին, նորը չի գրվել հինի մասին։ Եթե դու այդում ես հին, այդ նշանակում է դու հեռացար, հետ գնացիր։ Հինն է խոսացել նորի մասին, ոչ թե նորը հինի մասին։ Սա ինչ եմ ասում, որ առողջ ճշմարիտ ուսմունքի մեջ լինենք եւ կարողանանք Տիրոջ ձայնը լսել։ Դրա համար մարդիկ, որ գալիս են եկեղեցի, մտածում են ինչ կարդամ, ասում նայ, բեկալում ուզում եմ միանգամից 5 կտակարանը կարդա, ասում մի կարդա միանգամից 5 կտակարանը Old Testament, սկսի նորից, նորը կարդա, հետո հինը կկարդաս արդեն, եւ որ նորով հաստատվես, ամրապնդվես, հետո նոր արդեն հինն էլ կարդա։ Նորը շատ կարդացեք։ Էդի կօգնի, որ դուք հասկանաք ասում, մյուսը, քարոզները, որ դուք լսում եք այստեղից, մենք շատ ենք դիշտ այսօր թեև համարներ չգցեցի, ինչի համար, որտեվ այս բոլորը ինչ որ ասեցի, ես մի բառ չէի պատրաստվել, ես ամեն ինչի ես որ նոր ասեցի, ահա իմ պատրաստվածը, լրիվ ուրիշ բաներ, որտեվ Սուրբ Հոգին ուզեց, որ ես սա ասեմ, որ եկեղեցին հաստատի, թեև ես համարներ չգցեցի, բայց ինչքան համարներ մեջ բերեցի Աստվածաշնչից, Հիսուսի մասին, Եղիայի մասին, Եղիսեի մասին, շնորհքով փրկվելու մասին, տեսեք, խոսքն աստեղ քարոզվում անդդ։ Ամեն։ Փառք Տիրոջը։ Եկեք աղոթքի գան կանգնենք։ Ու որպեսի Տիրոջ ձայնը սովորենք լսել, որպեսի առաջնորդվենք Տիրոջով, մի քիչ համբերություն ա պետք։ Չպետք է վրազենք, կոտրվենք, հիասթափենք, ասենք Տիրոջ ուզում էի լսել, այն մի եղբայրը լսել, այն մի քույրը լսել է Տիրոջը, բայց ես չեմ կարողանում լսեմ։ Համբերություն ա պետք, մի քիչ ժամանակ ա պետք, որ անցնի։ Ոնց որ երեխան, որպեսի մեծանա, ընթացքում սովորի իր ծնողի ձենը ճանաչել, ժամանակ ա պետք։ Չես կարա դու շատ արագ ասես ամեն ինչը։ Մեկ մարմնական մերս եսն է շատ ուզում ամեն ինչին շատ արագ հասնի։ Պետք է սովորենք համբերատար ամեն, համբերատար լինել եւ թույլ տալ, որ Աստված մեր հետ աշխատի։ Աստված ամենաշատը աշխատում է իհարկե, երբ որ դու եկեղեցի ես գալի, տունը երբ որ դու կարդում ես, այդ վաղ էլ է Տերը գործում քո մեջ, բայց այն ինչ որ դու ստեղ լսեցիր, հիմա այսօր արդեն քեզի էլ ավելի ճիշտ ուղու վրա դրեց, հիմա որ դու գնաս տունը կարդաս, գրքեր կարդաս, YouTube-ով մի բան նայես, արդեն դու կիմանաս։ Պաշտպանված կլինես։ Պատկերացրու, մեկը քո վրա դատա բացում, օրինակի համար։ Քեզ ուզում է դատա սյու անի, դատական ինչ-որ բանի մեջ, բայց բերում է 150 տարի առաջվա Ամերիկայի օրենքներով է ինքը քո դեմ գործում։ Ու դու որ չգիտես, քեզի գցում է կարակը օրինակի համար, բայց դու որ օրենքը գիտես, ներկայացում ես, չէ, դա հին օրենքով է, հին օրենքը այդպես անում, բայց նոր օրենքով ես արդար եմ, նոր օրենքով ես մեղավոր չեմ այդտեղ, պատասխանատու չեմ նոր օրենքով, տես, շատ կարևոր է մարդ ճանաչի, ստեղ էլ կարևոր է, մարդիկ կան, որ ստեղ անմեղ են, բայց քան որ օրենքը չգիտեն, իրանք մեղավոր են դուրս գալիս։ Նույնն էլ Աստվածաշնչյան խոսքի օրենքը Եթե մենք չգիտենք նոր կտակարանը լավ ձևով, սատանան կխփի, կտանի հին ուխտի ձևով, կխփի, կցավասնի, չգիտեմ ինչերով կանցնենք ու
օժտված չենք լինի։ Ամեն, սովորի լսես եկեղեցու առաջնորդներին, ամեն, սովորի կիսվես քո մեջի հարցերը, կասկածները ու ճիշտ ուղու վրա կլնես, թեև հիմա ամեն ինչը չգիտես, ոչ մեկ ստեղ այտենց ամեն ինչը չգիտի, ոչ մի մարդ ստեղ չկա մեզանից, որ ամեն ինչ գիտի։ Մենք բոլորս անդադ սովորում ենք, ամեն։ Փառք Տիրոջը։ Եկեք աղոթենք, որ պաշտպանված լինենք, մեր միտքը, մեր հոգևոր կյանքը պաշտպանված լինի։ Եվ եթե շեղվել ենք, գնացել ենք Աստծո խոսքից դուրս, սկսել ենք բաներ սովորել, լսել, հավատալ, որ Աստված չի պատվիրել, կարող ենք ապաշխարել, կարող ենք ներողություն խնդրել Տիրոջից եւ Տերը կների։ Կարող է դու վատ ուսմունք նայես, ասես, հա ես չեմ ընդունում, ուղղակի նայում եմ, բայց դա սխալ սերմերը անգնում է մեջդ եւ նեղացնում է Սուրբ Հոգուն։ Ամեն ինչը չի որ պետք է նայես։ Կարող է չընդունես, բայց դու նայես ու Սուրբ Հոգու դուրը չգա։ Դրա համար պաշտպանի քո սիրտը, քո միտքը, քո ականջները, քո աչքերը։ Հայր եկնային շնորհակալ ենք քեզ քո խոսքի համար, երկրպագում ենք քեզ, փառք ենք տալի քեզ Տերին։ Դու իրական Աստված ես, դու կենթանի Աստված ես, դու այսօր մեր մեջ ես, դու խոսում ես մեզ, դու փառքի Աստված, շնորհակալ եմ քեզ, որ դու խոսում եւ առաջնորդում ես քո ժողովրդին, սովորեցնում ես քո ժողովրդին։ Մենք սիրում ենք քեզ Հիսուս, սիրում ենք քո խոսքը, շնորհակալ ենք, որ դու եկար այս աշխարհ, բերեցիր շնորհքը, շնորհքով փրկվել է, արդարանալ է, սրբվել է, զորավոր Աստված, եւ մեզ կարողություն տվեցիր, որպեսզի քո խոսքի, քո կամքի, քո պատվիրանների մեջ գնանք, փառք եմ տալի քեզ Հայր եկնային։ Օշտի այստեղ ամեն մեկին, օշտի այս հրաշալի ժողովրդին, օշտի Տեր Աստված ամեն մեկին, այս ամենը քո զավակներն են Տեր Աստված, որ քո առաջ են եկել, Հիսուս, հալելույա, օշնի քո ձեռքը լինի, պաշտպանությունը լինի, քո protection-ը լինի ամեն մեկի վրա Տերս։ Եթե շեղվել ենք ինչ-որ տեղեր, սխալվել ենք, ինչ-որ բաների մեջ, խոսքի մեջ, մտածելու մեջ, քայլերի մեջ, դոկտրինաների մեջ, խնդրում ենք Սուրբ Հոգի ուղղիր մեզ։ Առաջնորդի ճշմարտության մեջ մենք մեր սիրտը բացում ենք ուղղվելու եւ քո կամքի մեջ առաջնորդվելու իմ Տեր։ Քո պաշտպանություն եմ խնդրում ամեն մեկի վրա։ Հիսուսի արյունը թող գա մաքրի մեզ, սրբի մեզ եւ պաշտպանությունը լինի ամեն մեկի վրա։ Հիսուսի անունով ողջ փառքը քեզ Տերին։ Շնորհակալություն Տեր Հիսուս։ Շնորհակալություն քեզ Տեր։ Շնորհակալություն քեզ Տեր։ Փառք քեզ Տեր։ Ռեբրոդոսոնա լամախադանասեյա։ Էլ արաբագասիրա լամախադանաշիրա լամախադակալոսո։ Էմ բարանախադակալամասեյա։